Կա էլի կոնկրետ շատ որոշ դե վերասեք։ Շահնազարյանների 7 հոգանոց ընտանիքը Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղից տեղահանվել, եկել հաստատվել է Տավուշի սահմանամերձ Բերթավանում։ Ընտանիքի մոր Նարինեի խոսքով գյուղի բնակիչներն իրենց ջերմ են ընդունել, հարգանքով են վերաբերվում ընտանիքին, այդ վերաբերմունքը փոխադարձ է։ Շատ են հարգում, շատ են սիրում, մենք էլ իրանց ոնց փոխադարձաբար էլի մեզանից էլ է գալիս, իրանցից էլ է գալիս, երեխեքը շնորհքով դպրոցում են սովորում, մենք էլ տանը ուզում եմ ասեմ ամեն ինչ նորմալ է էլի։ Դե հարմարվել է մի քիչ այն բենեչելի համակերպումս, հարմարվել ես դեպքում չես կարա այսքան իրողությանը միանգամից հարմարվես։ Նարինեն տնային տնտեսուհի է, ընտանիքի հայրը Արտակը աշխատում է փայտամշակման արտադրամասում։ Ծնողների խոսքով երեխաների համար հարմարվելը դժվար էր սկզբում, արդեն քիչ-քիչ հարմարվել են նոր բնակավայրին, մշակույթին։ Երեխեքը սկզբից մի քիչ Ղարաբաղից եկած խոճապով էի, փոքր էլ ունեի առաջի դասարան գնացող, բայց շուկա կոլեկտիվը աշակերտները լեց շփվեցի, սովորեցի, որ համարյա թե մի 15 օր երեխեքը միջև տուր երեխոցը բերում էին, որ տանտեղը կարող է մոլորը շփոթեցնել։ Բերթավանը կլիմայով, տաք արևով նման է Կարմիր շուկային, հենց այդ պատճառով էլ գյուղական միջավայրում հարմարվելն ավելի հեշտ է եղել, քան քաղաքում կլիներ, ասում է Արտակը։ Ընտանիքը Կարմիր շուկայում էլ հողագործությամբ, անասնապահությամբ է զբաղվել։ Զուտ կլիմայի հետ կապված այդ փոփոխություններ սկզբից հարևաններ օգնեցին եւ ասեցի տեղանքում որն է լավ դառնում, ինչն է ավելի բերքատու է, հեշտ է մշակելը։ Դից ամեն ինչից ցանել ենք լոբի, պամիդոր, կարտոշկա, բադամջան եւ ված չէ էլի դառնում, քավոր ջրես մի քիչ խնամ է։ Ընտանիքի 5 երեխաներից 2-ը դպրոց են հաճախում, մեծ տղան աշխատում, օգնում է ընտանիքին, մյուս տղան Արթուրը ծառայում է։ Շահնազարյանները վարձով են ապրում գյուղում, սակայն ուզում են տուն գնել, բնակապահովման ծրագրից կօգտվել, մտածում են հենց Բերթավանում տուն գնելու մասին։ Աղավնիի ընտանիքը բնակապահովման ծրագրով արդեն գյուղում տուն գնել է, վերանորոգման փուլում են։ Բերթավանում Արցախից տեղահանված մոտ 10 ընտանիք կա։ Արցախցի ընտանիքներով շփվում, կապը պահում են։ Շատ մտերիմ եմ արցախցի ընտանիքների հետ, բոլորի հետ, ամեն ձևել մտերիմ եմ։ Իմանասունի այդ կաթը մաթը, որ լինում է, յանցել եմ, որը փողով եմ բռներ ծախում, որը պետք է նենց եմ տալիս, բիզնես ապրելամիջոց եմ էլի ստեղծել, իրանց է շատ սիրում եմ, շատ հարգում եմ։ Աղավնին գյուղում անասնապահությամբ է զբաղվում, Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղում է նույն գործն էր անում։ Նախատեսում է գոմ կառուցել, այդ միջոցով ապահովում է 5 երեխաների ապրուստը։ Երեխաներս են նորմալ աշխատում ենք, միշտ լավ առաջ լինի, կարևորը կռիվ չլինի, պատերազմ չլինի։ Արցախցի այս ընտանիքների խոսքով մի քանի պատերազմներ տեսնելուց եւ նոր միջավայրին դժվար հարմարվելուց հետո ամենամեծ ցանկությունը խաղաղությունն է։